Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ մենք հարցի վերաբերյալ նաեւ որոշակի ըմբռնում ենք տեսնում։ Չնայած վարչապետ Փաշինյանի այս հայտարարությանը Մոսկվայից տարակուսանքով արձագանքեցին հարավկովկասյան երկաթուղու վերաբերյալ Երևանի մեկնաբանություններին, ինչպես հենց բանաձևել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան։ Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել է, որ Մոսկվան ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ։ Ռուսական կառավարմամբ հայկական երկաթուղին Ղազախստանին փոխանցելու հարցը Նիկոլ Փաշինյանը բնորոշել էր որպես օրակարգում թևածող հարց, թեպետ այնպես չէ, թե Երևանի տեսադաշտում միայն Աստանան է, այլ պետությունների անուններ էլ են շրջանառվում՝ Քաթար, Քուվեյթ։ Ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ եւ բնական է հետաքրություն, խոսակցություն դրա մասին կա։ Այլ հարցը թե վերջում ինչ որոշում կլինի։ Հայկական երկաթուղու երրորդ երկրին վաճառելու քննարկումները թեժացել են այս տարեսկզբից, թեպետ Երաս-Խախուրիկ երկաթգիծը վերականգնելու Երևանի առաջարկը Մոսկվայից դրական արձագանքի արժանացավ, Հայաստանն այնուամենայնիվ սկսեց Ռուսաստանի հետ քննարկել նաև երկաթուղու կառավարումը որևէ այլ պետության փոխանցելու հարցը։ Սա այն պատճառով, որ Ռուսաստանի հետ որոշ երկրներ ոչ այնքան լավ հարաբերություններ ունեն, իսկ Սյունիքի ամերիկյան ճանապարհով անցնելու է նաև երկաթգիծը։ Հակառուսական չբացահայտվող ուժերը չեն ուզում ճանապարհ կտրել Մոսկվայի կառավարման տակ գտնվող ենթակառուցվածքներով։ Թրիփի բանակցություններին առաջարկել էին մեր երկրի տարածքով անցնող ծրագրով շրջանցել հենց մեզ, ինչն ըստ Նիկոլ Փաշինյանի կնշանակի, որ մենք կորցնում ենք մեր ռազմավարական դիրքերն ու մրցակցային առավելությունները։ Մեր ասածի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Այսուհանդերձ վարչապետի մոսկովյան վերջին այցից հետո Դաշնության փոխվարչապետ Օվերչուկը պնդեց, թե միայն Հայաստանի կառավարությունն է, որ այս ոլորտում կասկածի տակ է առնում համագործակցության հնարավոր շարունակությունը։ Ռուսաստանի Դաշնության բոլոր հարևանները, նույնիսկ ԵՄ անդամներ, հետաքրքրված են ռուսական երկաթուղային ցանցից օգտվելով եւ ռուսական երկաթուղիների հետ համագործակցելով, եւ միայն Հայաստանի ղեկավարությունն է կասկածի տակ դնում համագործակցության շարունակականությունը։ Հայկական երկաթգծերը հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարմանը հանձնվել է 2008-ին 30 տարով եւ այս պայմանագիրը եւս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փաստաթղթի գոյության 18-րդ տարում փորձագետներն այնքան էլ իրատեսական չեն համարում կառավարական փոփոխությունները, որքան էլ Երևանի առաջ քաշած պատճառներն օբյեկտիվ լինեն, շեշտում են մասնագետները։ Այս ստեղծված իրավիճակում նաև պետք է հաշվի առնվի, որ մոտակա արդեն ժամանակ ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում լինելու։ Դրա համար չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Այնինչ այսօր քննարկվում է երկաթուղու շուրջ ըստ մասնագետների վեր է կոնկրետ պայմանագրերից կամ տեխնիկական ընթացակարգերից։ Սա մինչև արտաքին քաղաքական հավասարակշռություններ ձգվող դինամիկա է։ Փորձագետներն ասում են, հայկական երկաթգծերի ռուսական կառավարման միջև ստեղծված միջավայրը փաստում է։ Տնտեսական ենթակառուցվածքների կառավարման թեման այլևս միայն տնտեսական չէ։ Սա հարաբերությունների որակի, վստահության եւ ապագա կուրսի չափի չէ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։